Կորիզ կրթական ծրագիրը եւ Edu Network կրթական խորհրդատվական կազմակերպությունը ստորագրեցին հուշագիր, որով Կորիզ առարկայական մրցույթի 2025-ի հաղթողը կստանա Չեխիայում երկշաբաթյա կրթական ճամբարի մասնակցության ուղեգիր, ինչպես նաեւ հնարավորություն այցելելու Փարիզ, կախարդական Disneyland։ Կորիզի հավելվածի միջոցով ամբողջ տարի կրթվում են եւ քանի որ մենք այս տարի գրանցեցինք ոչ միայն արդեն Հայաստանից, այլ շուրջ 40 երկրներից, որտեղից մեր դիասպորայում ապրող հայրենակիցները, երեխաները, ուսուցիչները օգտվում են Կորիզից եւ ուսանում են, մենք որոշեցինք, որ ժամանակն է եկել հնարավորություն տանք Կորիզ առարկայական մրցույթի լավագույն աշակերտներին նաեւ կարողանալ իրենց կրթությունը շարունակել Հայաստանի սահմաններից դուրս։ Կորիզը խաղային մեթոդով գրավում է երեխաների ուշադրությունն ու ավելի մոտեցնում կրթությանը։ Առարկայական ծրագրերով եւ հատուկ ընտրված թեմաներով ստեղծված այս առցանց ինտելեկտուալ մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական եւ մասնավոր դպրոցների 3-ից 12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաեւ քոլեջների ուսանողները։ 5 տարում մրցույթին մասնակցել է 45,000 աշակերտ, իսկ 152,000-ը շուրջ տարին կրթվել հավելվածի միջոցով։ Անհրաժեշտ է լինելու մուտք գործել Կորիզ.am կայքը, ընտրել Կորիզ առարկայական մրցույթը, գրանցել իրենց դասարանը, մասնակցել ամբողջ տարի, լավ սովորել, պատրաստվել մրցույթին, մասնակցել մրցույթին, մրցույթը կլինի 2 փուլերով, 2 փուլերն էլ կլինեն առցանց, առաջի փուլի ընթացքում մենք կարողանանք մոտավորապես 70% աշակերտներին անցկացնել դեպի երկրորդ փուլ, որովհետև Կորիզի նպատակը նաև խրախուսելն ու մոտիվացնելն է, որ քեզ մոտ էլ հնարավոր է ստացվել։ Մրցույթի արդյունքների վրա ըստ տարիքի մասնակիցները նոմինացվում են հայաստանյան կրթական Օսկարի։ Մրցույթի շրջանակներում աշակերտները ստանում են բազմաթիվ նվերներ, ինչպեսին նոթբուքներ, պլանշետներ, ճամփորդություններ։ Մյուս կարևոր բանը, երբ հաղթում է աշակերտը, հաղթում է նրա ուսուցիչը, որովհետև սա նաև ուղղված է ուսուցչի հեղինակությանը բարձրացնելու եւ ուսուցչին մոտիվացնելու։ Իսկ Edu Network կրթական խորհրդատվական կազմակերպությունը աջակցում է ուսանողներին արտասահմանյան որևէ բուհում կրթությունը շարունակելու։ Ամբողջ նպատակը նա է, որ հայ հասարակության երիտասարդների շրջանակում խթանենք կրթության կարևորությունը եւ մրցույթների միջոցով, այդ թվում նաեւ հաղթող ուսանողներին տրամադրելով անվճար արտասահմանյան ճամբարներում մասնակցության հնարավորություն, խթանենք, որ ընդհանուր Հայաստանում կրթվելու, կրթված լինելու այդպիսի արշավը երեխաների մոտ սկսի ու այդպես արդյունքը բավականին լավ է լինի։ Միայն անցած տարի աշխատել են 300 ուսանողի հետ։ Տվյալ երկրի մշակույթին ծանոթանալուց բացի երեխաները ապրել են առանց ծնողների ու սովորել ձեռքի փողը ճիշտ ծախսել։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։